Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փոխաբարձությունների խորհրդի նախագահ Արմեն Սիմվածյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արտուր Պողոսյանը, այս տարվա մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևոսյանը, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հովակինյանը և 11-րդ մրցույթի գլխավոր հովանավոր Լիփոմ ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Վարսելյանը և խոսքը սիրո փոխանցենք Արամ Սիմվածյանին։ Շնորհակալություն։ Ես մեծ հաճույքով արդեն 11-րդ անգամ պետք է հայտարարեմ, որ մենք սկսում ենք մեր միջազգային մրցույթը։ Գիտեք ինչ, երբ սկսեցինք անվանում ենք միջազգային մրցույթ, բայց շատ քիչ մասնակիցներ ունենք և եթե հիշում եք կային ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բայց մեծամասնությամբ հայեր էին գալիս, որոնք ճանաչում էին, գիտեին և մենք այս 11 տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր ճանաչում են Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթը աշխարհում և այսօր մենք ունենք 16 երկիր։ Իհարկե այստեղ մեծ դեր է կատարել նաև այն, որ մենք դարձել ենք միջազգային ֆեդերացիայի անդամ, նրանք իրենց հերթին ներկայացնում են Հայաստանը, ներկայացնում են մրցույթը և ուղղում են դեպի Հայաստան։ Բայց պետք է ասեմ, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում ներկայանալ օբյեկտիվորեն, որ մենք կարող ենք անցկացնել մրցույթ, մենք ունենք այդ հնարավորությունները և այսօր մենք արժանի գտնվում ենք այն մրցանակաբաշխությունների կողքին, ինչպիսին են Չայկովսկու մրցանակաբաշխությունը, Ելիզավետա Թախովու անվան մրցանակաբաշխությունը և այլ։ Մեզ դիմել էին 60 երաժիշտ, 60 ջութակահար և ըստ մեր կանոնակարգի պետք է մասնակցեին 24-ը և այդպես էլ եղավ, մեզ մոտ մասնակցում են 25, լինում են այդպիսի բացառություններ, 25 երաժիշտ մասնակցում են մրցանակաբաշխությանը։ Ի ուրախություն մեզ ասեմ, որ 25-ից 5-ը մեր երաժիշտներն են, Հայաստանում ապրող ջութակահարներն են, որոնք կարողացել են ուրեմն լիարժեք մասնակցել այս մրցանակաբաշխությանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ժյուրի անդամներին, որովհետև նորից ֆեդերացիայի կողմից առաջարկված և մեր խնդրանքը չմերժեցին շատ հանրաճանաչ երաժիշտներ, ջութակահարներ, որոնք գնահատեն մեր մրցույթը։ Էդվարդ Թադևոսյանը նախագահ է մրցույթի, մեր ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, հայտնի ջութակահար Էդվարդ Թադևոսյանը, որ երկու խոսքը կասի, նա պետք է ղեկավարի այդ հանձնաժողովը, Սերգեյ Կրավչենկոն, Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն պրոֆեսորներից է, որ արդեն մի քանի տարի է, որ մասնակցում է մեր միջոցառումներին, նաև եղել է մեր մրցույթի ժյուրի անդամ։ Վլադիմիր Լանցմանը նորից եկավ Կանադայից, շատ հայտնի ջութակահար է, շատ լավ դպրոց ունի և շատ լավ նրան ճանաչում են աշխարհում։ Այնուհետև մեզ հետ է նաև Ինո Միլկովիչը, որը գիտեք երկար տարիներ համագործակցել է Երևանի պետական կոնսերվատորիայի հետ, այսօր նա ներկայացնում է և ապրում է, աշխատում է Շվեյցարիայում, բայց քանի որ նա խորվատ է և Խորվաթիայում ունի կոնսերվատորիա, մենք ներկայացնում ենք որպես Խորվաթիայի ներկայացուցիչ։ Հաջորդը, Իտալիայից մեզ մոտ ժամանել է Պաոլո Պետրոչելին, դա ներկայացրել է մեզ ֆեդերացիան, միջազգային ֆեդերացիան։ Պետրոչելին շատ հայտնի երաժիշտ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոլորտում հայտնի փորձագետ, Հռոմի օպերային թատրոնի տնօրենների խորհրդի փոխնախագահ, կատարողական արվեստի մենեջմենթի ոլորտում միջազգային առաջատար IMG արտիստ գործակալության փոխտնօրեն եւ այլն, շատ պաշտոններ ունի, շատ հայտնի երաժիշտ է եւ շատ հայտնի կազմակերպիչ է, որը շատ կարեւոր է մրցույթում, որպեսզի լինեն մարդիկ, որոնք կարողանան հաղթողներին այնուհետև ստեղծեն ինչ-որ ճանապարհ։ Եվ ուրեմն ժյուրի անդամներից է Թոմ Վեյնդոնգը Չինաստանից, Պեկինի կոնսերվատորիայի
ինչպես մեզ մոտ ենք ասում, նվագախմբային ֆակուլտետի կամ դարային ֆակուլտետի ուրեմն ղեկավարներից է, պատկերացնում եք, որ ինչքան կարևոր է մեզ համար, որ Պեկինի կոնսերվատորիան այսօր մասնակցում է մեր ժյուրիի կազմում։ Եվ վերջապես Իգոր Պետրուշևսկին, որը ներկայացնում Մեծ Բրիտանիայի ուրեմն թագավորական ակադեմիայի պրոֆեսոր է, եւ նա նաեւ Վագների անվան ակադեմիայի փոխտնօրենն է Վիեննայում։ Սա է մեր ժյուրի անդամները, ես բոլորին շնորհակալություն եմ հայտնում, որ նրանք ժամանել են եւ բավական ծանր աշխատանք պետք է տանեն այս 7-8 օրում, որովհետեւ պատկերացնում եք 24 երաժիշտ լսել 12 դա բավական ծանր բան է, մոտավորապես 10-12 ժամ ամեն օր պետք է լսեն եւ գնահատեն եւ տան արդյունքներ։ Ես նորից եմ ուզում շնորհավորել բոլորիս, որովհետեւ իրենք ես չեմ ուզում ֆետիշացնեմ, որ մենք առաջին երկիչազգային գործունեություն սիրում ենք հայերս դա ասել։ Որևէ այդպիսի բան չկա։ Մենք աշխատել ենք համեստ, բայց մենք հասել ենք հաջողության։ Մենք հասել ենք հաջողության, մեզ ճանաչում են, մեզ գնահատում են, մեզ մոտ գալիս են եւ մենք դրանով շատ ուրախ ենք։ Մենք երաժիշտներս, արվեստագետներս հասկանում ենք, որ մենք էլ ենք ինչ որ մի մաս կազմում միջազգային այն երաժշտական աշխարհի, որ այսօր կա աշխարհում։ Շնորհակալություն, բոլորին հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իսկապես 11-րդ փառատոնը Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթը իր հյուրընկալներն է բացում այսօր եւ ցանկանայի մի փոքր նշել փառատոնի հաջողությունները, ես նույնպես հատկաց չեմ ինքնագովեստի խոսքեր ասել, բայց պետք է գնահատել իսկապես այն աշխատանքը եւ այն հաջողությունները, որ Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը հասել է այս տարիների ընթացքում։ Հեշտ բան չէ հանդիսանալ միջազգային փառատոների ֆեդերացիայի անդամ եւ սա նշանակում է, որ այս փառատոնը աշխարհում միջազգայինորեն ճանաչվում է։ Ես ուզում եմ այս փառատոնի հաջողությունները եւ մեր կատարողական վարպետության հանրահռչակումը հարմարել նաեւ ինչ որտեղ կինոյի ոլորտում ոսկեծիրան կինոփառատոնի հետ, որովհետեւ այն մեր հնարավորությունները, մեր մշակույթը ներկայացնելը այս փառատոնը իսկապես լավագույնս են իրականացնում։ Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը արդեն նշվեց իր ժյուրիի կազմով, որ իսկապես շատ բարձր մակարդակի մրցույթ է եւ այս առումով միջազգային ֆեդերացիան ինչ որտեղ պարտավորություններ է վերցնում իր վրա ապահովելու համար ուրեմն մրցույթի եւ ժյուրիի բարձր մակարդակը եւ օբյեկտիվությունը եւ ինչու՞ չէ նաեւ մրցանակները։ Սիրելի բարեկամներ, այս տարի երկու կարևոր հանգամանք եմ ուզում նշել փառատոնի հետ կապված, մեկ այն, որ միջազգային ֆեդերացիայի համաժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ այսուհետ Արամ Խաչատրյան մրցույթի անվանակարգերում կարող են գտնվել նաեւ դիրքորոշում։ Սա բարձր այսպես մակարդակ ունեցող փառատոնի հաջողություն է, որ արդեն թույլատրվում է փառատոնին դիրքորոշության ասպարեզում նույնպես մրցույթ իրականացնել եւ երկրորդը կցանկանայի նշել այն է, որ միջազգային ֆեդերացիայի տարեկան համաժողովը 16 թվականին առաջարկվել է, որ իրականանա Հայաստանում։ Սա նույնպես վստահության եւ բարձր մակարդակի չափանիշում է։ Ես ուրախ եմ, որ փառատոնը յուրաքանչյուր տարի ավելացնում է իր աշխարհագրությունը, ուրախ եմ, որ այն չգիտեմ, այստեղ պարոն Սմբաջյանը նշել 60-ից ավելի այս տարի երիտասարդներ են ցանկացել մասնակցել մրցույթին եւ արդեն ժյուրին ընտրություն է կատարում նույնիսկ միջազգային մասնակիցներ։ Սա նշանակում է, որ մենք ունենք հաջողություն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին նախարարության անունից եւ մաղթել, որ այս տարվա, ինչպես արդեն նշեցինք, այս տարվա մրցույթը իսկապես լինելու է այսպես անձնիջում եւ մշակութային պայքար։ Շնորհակալություն։ Ես ողջունում եմ բոլոր մասնակիցներին, ողջունում եմ իմ գործընկերներին, որոնք հայտնի երաժիշտներ են, եւ ուրախալ
տալի է իհարկե եւ պարոն Սմբատյանը եւ պարոն Սանը նշեցին, որ միջազգայինորեն, այսինքն պաշտոնապես ճանաչվել է Խաչատրյանի անվան մրցույթը միջազգային կոնվենցիա, սա ավելի է մեզ պարտավորեցնում եւ ուզում եմ ցանկանալ, որպեսզի Արամ Խաչատրյանի ուներ բազմերան շավային տաղանդը ոգևորի մեր երիտասարդ մասնակիցներին այս օրերը սարքել մեզ համար տոն, որը միշտ մեզ հետ է կերս։ Ցանկանում եմ բոլորի կանաչ ճանապարհ, շնորհակալություն կազմակերպիչներին եւ բան Շնորհակալություն։ Եվ խոսքերով պարոն Բազարյանի։ Շնորհակալություն։ Այս մրցույթին հովանավորելը իրոք մեծ պատիվ լրացնես համար, երբ որ կազմակերպիչները մեզ նվեցին և շատ մեծ ոգևորությամբ ընդունեցինք այս խնդրանքը պահանջը ասել, գուցե մենք իրոք այս տարին հատկապես կարևոր ունենք ընկերությունը և ինելով հայկական ընկերություն մենք մշտապես ձգտում ենք մեր հայկական գործիչների հայկական մշակութային մշակույթը զարգացնող որևէ միջոցառմանը անպայման սատարին է։ Այս ձևաչափով մասնակցելով այս մրցույթին եւ մեր փոքր ներդրումը կատարելով մրցույթի կազմակերպչական գործընթացին մենք կարող ենք ասել, որ միջազգային մակարդակի դուրս եկանք, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ մեծ աշխատությամբ է ներգրավում մասնակիցների մրցույթին։ Մեկ անգամ ևս պետք է շնորհակալություն հայտնել կազմակերպիչների բարձր մակարդակի մրցույթի համար, ասեմ, որ 11-րդ տարին արդեն այն տարին է, երբ մրցույթը կարծես հաղթում է իր պատանեկության տարիները եւ ավելի ժիր, վստահ, առույգ քայլերով վստահ է, որ մրցույթը կգնա առաջ եւ նորանոր հաջողություններ կունենա։ Յուկոմը որպես հայրենական մշակույթի ջատագով փորձի մշտապես լինել կողքին մրցույթի եւ հետագայում ևս օժանդակել մրցույթի կազմակերպողին։ Շնորհակալություն։ Այժմ գործընկերներ կարող եք ուղղել ձեր հարցերը։